Ինչ արտարոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Լ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ծննդաբերությունից անմիջապես հետո հոգեճնշող վիճակում փորձել է սպանել իրենից ծնված երեխային։ Նախաքննական մարմինը Լ. Հովհաննիսյանը ցանկանալով թաքցնել իր հղիության փաստը եւ առանց որևէ մեկի գիտության ծննդաբերելուց հետո փորձել է սպանել երեխային։ Նախաքննական մարմինը պարզել է, որ 2025 թվականի փետրվարի 15-ին ժամը 3:30-ի սահմաններում փակվելով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 12-րդ շենքի 32-րդ բնակարանի զուգահանում եւ այնտեղ առանց բուժօգնության իգական սեռի երեխային Ս. Հովհաննիսյանին ծննդաբերելուց անմիջապես հետո գտնվելով հոգեճնշող վիճակում վերջինիս դիտավորությամբ կյանքի զրկելու նպատակով գցել է զուգահանակոնքը։ Երեխայի բերանն է մտցրել կիսահարուն օդված եւ թրջված անձեռոցիկ ու փակել զուգահանակոնքի կափարիչը, որից հետո անտեսելով մայրիկի Անահիտ Մխիթարյանի կողմից նախապես կանչված Աբովյանի շտապօգնության բժշկուհի Մարինե Հարությունյանի հորդորը զուգանի դուռը բացելու եւ իրեն ու Նուրաստին բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ պորտալարն անձամբ կտրելու համար պահանջել է մկրատ դիտավորությամբ ընդգրկված հանցանքն ավարտին հասցնելու նպատակով, սակայն վերջինիս պահանջը չի կատարվել։ Դրանից հետո Լիլիթ Հովհաննիսյանը զուգանի դուռը բացել է միայն բժշկուհի Մարինե Հարությունյանի կողմից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն զանգելու մտադրության մասին հայտնելուց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն կատարած զանգից դրդված, որպիսի պայմաններում Լիլիթ Հովհաննիսյանի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել, քանի որ բժշկուհի Մարինե Հարությունյանը զուգահանակոնքում հայտնաբերելով փոքրիկին վերջինիս անափաղ ցուցաբերել է առաջին բուժօգնություն եւ տեղափոխել բժշկական կենտրոն, ինչի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը։ Գործը դատարանում է։